Հրապարակ թերթը գրում է, չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տևական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը ՔՊ հաջորդ պարլամենտի թեկնածուների թվում։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում եւ պետք է 1.5 միլիոն դրամ վճարի օբշակին։ Նրան երաշխավորել է ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Անկուսակցականների դեպքում երաշխավորությունը պարտադիր պայման է իշխող ուժի սահմանած կանոնների համաձայն։ Սակայն թե որ հորիզոնականում կհանգրվանի Անդրանիկ Քոչարյանը, որքանով այդ հորիզոնականն անցողիկ կլինի, պարզ կդառնա միայն ՔՊ համաժողովից հետո, երբ ավելի քան 1000 պատվիրակների քվեարկության արդյունքում կձևավորվի ընտրացուցակի հերթականությունը։ Հրապարակ թերթը գրում է, Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին Տիգրան Մակարյանին ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Նախկին թաղապետը մեծ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին ասաց. «Չեմ կարծում լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթև մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։ Այսինքն միայն չափալախելու համար 2 ամիս բանտային կալանք է կրել, 2 ամիս կալանքը ըստ մեկնաբանման բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որևէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ, նշել է Մկրտչյանը։ Կոնկրետ որ պատգամավորների մասին է խոսքը, ասաց, որ չգիտի դատարանի որոշման մեջ անունները նշվում են, թե ոչ, սակայն գիտի, թե ում մասին է խոսքը։ Կարծում եմ կարիք չկա, որ ասեմ, իմ սահմանափակումն իրենց տան մոտ, իրենց մոտ չգտնվելն է։ Դատարանում բանավոր կերպով դա է խոսակցությունը եղել, անկեղծ ասած որոշմանը չեմ ծանոթացել, այնքան անհետաքրքիր է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր 2021-ից 2026 թվականների նախընտրական ծրագրում հստակ թվային պարտավորություններ է սահմանել կենսաթոշակների մասով։ Մասնավորապես նվազագույն կենսաթոշակի չափը 26500 դրամից դարձնել առնվազն 37000 դրամ, իսկ կենսաթոշակի միջին չափը 43500 դրամից առնվազն 61000 դրամ։ Այս հաշվարկը նշանակում է, որ միջին կենսաթոշակը պետք է աճեր տարեկան մոտ 6.3%, իսկ նվազագույն կենսաթոշակը տարեկան շուրջ 7% 5 տարվա ընթացքում։ Իրական պատկերը պաշտոնական վիճակագրությամբ։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով 2025 թվականի առաջին կիսամյակում միջին կենսաթոշակը կազմել է մոտ 49032 դրամ, ինչը շուրջ 12000 դրամով պակաս է ՔՊ ծրագրում խոստացված 61000 դրամից։ Նվազագույն կենսաթոշակը 2025 թվականի դրությամբ սահմանված է 36000 դրամ, այսինքն այն դեռ չի հասել ծրագրով խոստացված 37000 դրամի շեմին։ Այսպիսով ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում կենսաթոշակների մասով ներկայացրել է կոնկրետ թվային խոստումներ, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականի դրությամբ այդ խոստումները ամբողջությամբ չեն իրականացվել։ Հրապարակ թերթը գրում է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին այո է ասել։ Նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու։ Երեք մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։ Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որևէ մեկը հարց չի տվել Միքայելյանին։ Միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել, եթե պետք լինի կհրաժարվես մանդատից, հրամանատար։ Միքայելյանը պատասխանել է. «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ не так дорогой», որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը։ Փաստորաթերթը գրում է. «Իզուր չեն ասում, որ իսկությունը կամ տան փոքրից կիմանաս կամ անսթափ վիճակում գտնվողից։ Հասկանալի է այս դեպքում փոխաբերական իմաստով։ ՔՊ-ի տան փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել։ Ահա Վասիքը մեկին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է մեջբերում. «Ես միանշանակ հենց այդ կարծիքին եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է եւ այդ օղակը քանդել է պետք միանշանակ։ Նախ որպեսի ՔՊ-ական մտքի տիտաններին ու կռուտի տիքանքարներին ձերբազատենք, այլև այլ ոլորումներից դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը, չնայած վերլուծելու բան էլ չկա, այնքան որ ակնհայտ է, ասում է հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ կապող օղակ է եւ միանգամից պետք է քանդել այդ օղակը, նորից գնանք հետ, որն էր այդ օղակը, ճիշտ է, եկեղեցին, պարզ, կարճ, կոնկրետ, առանց այլևայլությունների։ Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում կաթողիկոսը այս այնինչ սրբազանը, մեկ ուրիշ բան, այնինչ քահանան, այսպես, այնպես եւ այլն։ Չէ, շատ ուղիղ, բաց տեքստով ասում է եկեղեցին պետք է քանդել, օղակը պետք է քանդել։
Այսինքն հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու, այսինքն այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր ազգային եկեղեցին քանդելն է։ Ու այն, որ դա կապում են Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ Ռուսաստանից կտրվելու հետ պարզորոշ ցույց է տալիս, թե որտեղից է գալիս Փաշինյանի, ՔՊ-ի ու իր սատելիտների այդ եկեղեցաքանդման հրահանգը, ինչ կազմակերպված ուժեր են գործում այստեղ ու այս հարցում։